լսելու ականջունի թող լսե։ Այս խոսքը կնշանակե նաև այն իրականությունը, թե մարդեր կրնան ականջներ ունենալ, բայց ոչ լսելու համար։ Ուրեմն կան ականջներ, որոնք կլսեն, եւ կան ականջներ, որոնք խուլ են, չլսեր։ Այս խոսքը խուլերու համար չէ, լսող ականջներ ունեցողներուն համար է։ Ուրեմն եթե մենք այսօր որ այս եկեղեցի մեջ ենք, մեր լսելիքները չեն փտացած եւ մենք ընդհանրապես մեր լսածները գարժևորենք եւ գարժեքավորենք, պետք է լավապես իմանանք ու հետևենք թե ինչ բան է Տեր Հիսուսի ասածը։ Երբ մեծ բազմություն ժողովվեցավ, ամեն քաղաքները, շատ քաղաքները իրեն եկան, անիկա արիտ օգտագործեց եւ այդ շատ բազմությունը խմբավորումներով բաժնելու որպես իրենց ցույց տա թե ամեն ով որ գուքա չի նշանակեր թե իձարավ գուքա հակենալու համար գուքա եւ կամ իր ունեցած ներքին ապրումներուն հանդարտությունը ստանալու համար գուքա իր հարցերուն անլույս մնացած խնդիրներուն համար լուծումներ որսալու համար գուքա ինչ բանի համար գուքա մեզ ամեն մեկը որևէ ադեն որևէ դեր երբ որ գերտա փանիմը համար գերտա փամը գեհդաբնթե փամը գծրակրե փամը գագնգալե փանիմը համար գաշխատի փանիմը համար գկապվի փանիմը համար արիտ կուտա փանիմը համար մատչելի գլա փանիմը համար նաև հյուրընկալ գլա անպայման փամը գլա մեր մտքին մեջ այստեղ մեծ բազմություն ժողովեցավ Տեր Հիսուսի քով եւ այս մարդերը պատահական չեկան յուրաքանչյուրը իր մտքին մեջ երևի հավանաբար ուներ փամը ստանալիք շոշափելիք լսելիք հագենալիք փամը ուներ ոմանք իրենց ստանալու բարտավորության եւ ակնկալության մեջ այնքան գարժադես էին որ երևի կբավարարվեին միայն այդ ռոբեեն իրենց ստացած հաջույքեն եւ կամ ստացած են եւ ուրիշներ նաեւ այնպիսի մեծ ակնկալիքներ ունեին որ չէր բավարարել իրենց այդ օրը հաբա անոնք մտահոգեին մինչեւ աբակայի վերջավորության հետ անոնք գուզեին իրենց կյանքին մեջ ամենօրյա բարեմաստությունները, ամենօրյա հոգեբարար մթնոլորտը, որ Տեր Հիսուս կներշնչեր իրենց։ Անոնց մեջ գային մարդեր, որոնք հետաքրքրված էին փեղմնավորությամբ, արդյունաբերությամբ, անոնք մարդեր էին, որոնք չէին բավարարվել մեկին դեր 3 տան եւ կամ 40 եւ կամ 60, հապա 100-աբադիկ գուզեին դալ։ Ուրեմն կար ասոնց մեջ մարդեր, որոնք ընդհանրապես գուզեին կյանքին մեջ զաղգուն եւ քարնանային մթնոլորտով շքեր բնույթը ինչպես կստանա քունակեր հբում բնութենեն այնպես կուզեին ստանալ Տեր Հիսուսեն այդ քունակեր հբումը իրենց կյանքի վայելչության մեջ Եվ անոր համար Տեր Հիսուսը ասավ թե այդ իրավունքը եւ այդ վայելուչ իրականությունը ամեն մարդու համար վիճակված չէ որ ինձի հետ առնչվելու է եւ խմբավորումներով բաժնեց հիմա նախքան այդ խմբավորումներուն անցնելը մենք պետք է նայենք թե Ղուկաս ավետարանին 8-րդ գլուխին մեջ հիմնական նյութը այն է որ ինչպես պետք է մարդ հավատքը ստանա ու իր ստացած հավատքը յետքը գարենա կորզածության տնել Մենք շատ անգամ շատ բան գլսենք ու գիմանանք ու գսորվենք, բայց երբ գարկը գուքա կորզածության տնելու, մենք կդառնանք զույլ, մենք կդառնանք ամփույթ, եւ մենք մեր աշխատասիրութենեն շատ բան չենք տներ ընդհանրապես, որովհետեւ քիչ ավելի բարոր օրեր ունենանք եւ կամ մեր կյանքին մեջ զաղգուն իրականությունը մեզ թիմավոր է։ Գիտեք ինչ, այն մարդը որ Չունի կարողականությունը տեսնելու թե ասկե 3 տարի հետ կամ 5 տարի հետ ինք ուր գրնա գենալ նայած ու կապված իր ունեցած դեսիլքին, մղումներուն, աշխատասիրության, նպատակներուն ու նպատակատրված աշխատանքին ընդհանրապես եթե չունի այդ երևակայական հստակությունը, հստակատեսությունը այդ մարդը իր կյանքի մեջ չի գրնար փեղմնավորվել
Այդ մարդը բարձավես կծկվի կյանքին մեջ, կյանքի ու փնության օրենքներուն բադահական արդյունաբերության։ Եվ մեզ մե ով գրնա ուրախ կյանք ապրիլ փնության բադահական պեղմնավորության ծկվելով։ Վայրենի ծզենիներն են միայն, որ իրենք փնության օրենքներուն ենթարկված են եւ անոնք ընդհանրապես առանց խնամքի ու խնամադարության ու առանց քետնեն որևէ բան առնելու նույնիսկ ժայռերուն վրա գրնան բդուղ դալ բայց անհամ բդուղ եւ թունավոր շատ անգամ Մենք իբրե մարդարարածներ, որ ստեղծված ենք Աստծո պատկերին եւ նմանությանը վես, մենք որ ունեցած ենք աստվածային դրամապանություն եւ միտք, մենք որ մարդագերբ էյագնլալ են յետքը Աստված արա մեզ եւ մեր մեջ փչեց իր շունչը, այսինքն իր մեջ, մեր մեջ թրավ իր հոգիեն բաժինը, մեր մեջ թրավ իր աստվածային էյութենական արժանինքներեն շատ բաներ, այսինքն եթե այսօր մենք ստեղծագործենք, որովհետեւ անիգա ստեղծագործ է, այսօր եթե մենք ընդհանրապես քեղեցիկը քնահատել գիտենք, որովհետև քեղեցկության բացարձակ արժեքները Աստծո էության մեջ կգենան, եթե այսօր մենք կփորձենք լալ արդար, որովհետև անիգա արդարաթադ ու արդարամիտ, արդար Աստվածն է, եթե երբեք այսօր մենք ուզենք մեր շուրջներուն հետ կապված սիրո սփոփանքը փաշխել, որովհետև անիգա ամբողջական նվիրված սեր է ու գլխակիր սե Ուրեմն դեղում է մենք պիտի գիտնանք, թե այս բոլոր բարեմաստություններն ու լավ հատկությունները, եթե մենք մեր անձերու վրա ունենք, շնորհիվ Աստուծո, որովհետև Աստվածի շունչը փչեց մեր մեջ, եւ մենք ստացանք Աստուծո աստվածային արժանինքներն մեր վրա։ Անոր համար է, որ մենք շատ անգամ գստանանք, մեր ստեղծված օրերի վեր ստացանք եւ անգե յետքը մեր հանքրվանային զարգացումներով, մեր ֆիզիկական ու մտավոր զարգացումներով, ամեն հանքրվանին մենք մեր գարույցին, մեր մտածողության, մեր էյության, մեր խառնվածքին վրա փամը ավելցուցինք եւ այդ մեր ավելցուցածներուն մեջ ու անոնց հետ ինչպես վերապերվեցանք, այս է հիմնական խնդիրը ստացար հավատքը, բայց կործածեցիր հիմնական էական հարցումը այս է սիրելիներ մեզ մեն շատ բան կստանան բայց ճիշտ տեղը կկործածեն լավ բանի կկործածեն նյութական կստանան արդյոք նյութական ստացված նվերները լավ բանի կկործածեն թե ոչ մենք մեր հիմցած մոբայլները կփոխենք մեր ստացած մաշարները գերտանք կվաճարենք մենք շատ բան կստանանք բայց մեր ստացածները պետք է որ մեր հարորության ու մեր շուրջիններուն բարի օր դրամատրելու սադար է ներող գլագաս երջին ստացներուս համար որովհետև իրական է Եվ իրականությունները միայն երբ որ խոսվին սրբակրության առաջնորդ է մենք բարդավոր ենք միշտ տալու բայց դուք բարդավոր եք միշտ ձեր ստացածը օրենքի ու շնորհքի մեջ գործածելու Անոր համար է որ այստեղ Տեր Հիսուս գսե մենք մեր ունեցածները պետք է կործածենք եւ եթե խոսքը դվերապերի հավատքի մենք պետք է հավատքը կործածենք մեր ամենօրյա փորձառության մեջ Հավատքը չես կրնար առնելու քրվանիդ մեջ բահել, հավատքը պիտի առնես ու պիտի կործածես Այսինքն երբ որ թունթեմ հանդիմանգուկաս վիճակի մեջ, որ հավատ պետք է կործածվի, որպեսզի կարենաս հատկե դուրս ելնել, պիտի չսես ես անհավատ եմ, ես անկարող եմ, ես տգար եմ, ես թույլ եմ, ես չեմ կրնար, ինձ համար չէ ձանր է ասում պայմանները, ով Աստված ինչու ես, իմ այս տարիքիս Այս վիճակը քեզի համար այն պատեհ արիտն է, որ դու հավատքդ կործածես, որպեսզի ոստուն գդարես եւ մեկ քայլ հարաճ։ Հավատքը կստանանք, բայց հավատքը կկործածենք։ Տեր Հիսուսի համար շատ կարևոր էր այս, եւ Տեր Հիսուս նաեւ հիմնավոր է այն միտքը, որ իր աշակերտներուն գուսուցան է, թե հավատքը գուքա Աստուծո խոսքը ընդունելով, բայց պետք է սիրտը լա բարուրած, պետք է սիրտը լա պատրաստ, պետք է սիրտը լա խնամված։
Եթե մարդուն սիրտը մաքրված չէ, ու եթե մարդուն սիրտը ընդհանրապես պատրաստված չէ, եթե սրտին մեջ կա նենգություն, եթե սրտին մեջ կա թշնամանք, եթե մարդուն սրտին մեջ կա ատելություն, եթե մարդուն սրտին մեջ կա չարություն իր բազմաբիզի ստորափաժանումներով, գիտեք չարը ունի շատ ստորափաժանումներ, եթե մարդը իր սիրտը թրած է այդ տեսակյութերու մեջ, ուրեմն Աստուծո խոսքը երկուքա, ու երբ հավատքը թուն գարնես, այդտեղ արմատավորված չլար, այսինքն արմատ չի գտներ, որովհետև քու սիրտը աղեկ հող չէ։ Տեր Հիսուս կնկարագրե եւ այս բոլորի մեջ կսե, պետք է մեր ստացածները կործածենք իրապես հավատքի թասեր սորվելով։ Տեր Հիսուս կշարունակե Գալիլեայի մեջ իր ուղեկրությունը։ Անիկա երբ կշարունակե իր ուղեկրությունը իր աշակերտներուն գսե ձեր մասնագի օժանդակության պետք ունիմ ես եւ կսորվեցնե եւ արագը կպատմի անոնց եւ հիմնական սերմնացանը այս արագին մեջ գիտեք ով է Դեր Հիսուս Քրիստոս ինքն է հիմնական սերմնացանը ինքն է սերմը որ գօգտագործվի արագին մեջ Աստուծո խոսքն է եւ անգեյետ պիտի տեսնեք որ ինչպես անիկա Աստծո խոսքը իր մեջ կբարունագե զորություն կբարունագե ընդհանրապես հոգեվոր բդուղ արդյունաբերել սակայն սերմը որքանալ կարևոր սերմը լա օգուտ չունի եւ նշանակություն չունի մինչեւ որ անիկա ինչ Սամվի Աբրիս բարոն Սամուել Եթե սերմը քրբանին մեջն է հողակորձին քրբանին մեջն է բդուղ գուտա սերմը պետք է ցամվի Սերմը ցամբածադեն թուն ուրես Քուսիզը դուր է Սերմը պետք է ցամվի Այսինքն երբ մարդ գլսե խոսքը ցամված խոսքը շարունակապար պետք է գիտնա թե արդյոք իր սրտի մեջ պիտի ինա այդ սերմը եւ իր ալեն յետքը ինչ պիտի բադահի գախյալ է հողին որագեն Եվ քանի տեսակ որակ կա, քանի տեսակ հողի տեսակներ կան, մենք գիտենք թե փնությունը իր մեջ տեսակավոր որակումներ ունի հողի հետ առնչված։ Եվ ինչ են անոնք, մեկ հատ նայեցեք Աստծո խոսքին։ Ջամփա, ջամփուն կովինգացները կան, անգեհետո ապարաժ, ժայրոտ, անգեհետո փուշ, անգեհետո աղեկ հող քանի տեսակ են մարդկությունը կփաշնվի Տեր Հիսուսի կողմէ 4 բաժիններով 4 բաժիններեն 3-ը տեսակավոր արդյունաբերություն կունեն բայց Տեր Հիսուսը ընդհանրապես կողք չմնար այդ արդյունքները Այսինքն կողացուցիչ արդյունաբերություն չեն բերեր Եվ նայեցեք ընդհանրապես ինչ առաջին տեսակը որն էր առաջին տեսակը այն էր որ գարձր էր հողը Երբ որ հողը գարձր է այս կներկայացնե այն մարդը որ ընդհանրապես գլսե Աստծո խոսքը եւ անմիջապես գարդոնե որ խոսքի իրեն կա գտնա բայց շատ արագ Սատանան փորձառությունը, դժվար պայմանը, դեպքը, հերացայինը, քիրը, ճնշումը, որևէ բան այդ սերմը իր մեջ գխել է։ Ինչու՞, գիտես, որտեղ անոր սիրտը, անոր հողը գարձր հող է։ Եվ երբ որ գարձր է, կնշանակե ջամփա է։ Գիտեք ինչու համար։ Ձեզ ովքեր քյուրերու մեջ եղած են Այո, շնորհակալ եմ։ Քյուրերու մեջ կտեսնեք, որ շատ մտեղեր երբեմն քյուրացիներ այն դեղը ջամփե, որ ընդհանրապես շատ կքալեն, այդ քալված դեղը կգարձրանա։ Իսկ անոր գողքը քիչ ավելի գագուղ կմնա։ Քիչ որ դուրս ելես ոտքը տնես, կտեսնես, որ ցեխի մեջ կերտա։ Բայց շատ քալված դեղերու վրա որ կքալես, գարձր դեղերու վրա կքալես։ Կգարձրանա հողը
մարդերուն ոտքերուն տակ կգարձրանաց էր սրդերը մարդերուն ոտքերուն տակ մի արտոնեք որ մարդեր ծեր սրդերուն վրան գող կրդեն մի արտոնեք որ մարդեր ծեր սրդերուն վրան կալեն ու անցնին երթան մի արտոնեք որովհետև երբ որ ծեր սրդերուն վրան գող կրդեն ու անցնին դարիներով անգե ետքը ինչալ ասեն արմատ չի ծկեր որովհետև այդ հողը դարձր է երթուն կպատկանիս այդ խումբին երկրորդ խմբավորումը ան է, որ 6-րդ համարի մեջ դեր Հիսուս կսե ուրիշներ ապարաժի վրա ինգան և փուսածին բես չորցան հողին հյութ չունենալուն համար ասոնգան մարդերն են, որոնք ընդհանրապես զգացական լսողներն են խոսքին խոսքը կհրապարակվի, խոսքը կքարոզվի, խոսքը կդրվի, բայց իրենք զգացական են և անմիջապես կառնեն Գեղեցիկ խոսքը, լավադեսությունը, խոստումը անմիջապես իրենք կգլանե իր մեջ և իրենք արտոնություն կտան, որ գլանվին այդտեղ, որովհետև զգացական լսողները, շատ արագ անդրադարձ ունեցողները իրենց դրված արագ խոստումներուն մեջ հետաքրքրություններու աստիճանաբար նվազումով անոնք կբարբվին ու կմահանան անոնք որոնք զգացական արագ անդրադարձներ ունենան թող մեկ հատ իրենց կյանքին մեջ նային կտեսնեն թե աստիճանաբար իրենց հետաքրքրությունները կբացին մինչև որ վերջանա Եվ վերջը կզարմանան թե ինչու համար ես համը չեմ զգար, որովհետև զգացական անդրադարձեր։ Եվ 7-րդ համարին մեջ ուրիշներ փուշերու մեջ գինան գսե եւ փուշերանոց հետ փուսնելով գխեղտեն զանոնք այս տեսակը կներկայացնի այն մարդը որ ընդհանրապես գարդոնե խոսքը իր մեջ բայց քանի որ ինքն իր փնավորության ու խառնվածքի մեջ այնքան փուշեր ունի չարդոներ որ իր մեջ նոր փամը ծնի Այս տեսակի մարդերը այնպիսիներն են, որոնք ընդհանրապես չի փոխվելու որոշում առած կլան իրենց կյանքին մեջ եւ արգել կլան որ անոնք հունցքի օրվան մեջ հունցք իշովեն Մեզ մեջ շատեր գիտեն թե հունցքի օրը երբ է երբ պետք է աշխատանքի արդյունքը քաղվի բայց իրենք այդ հունցքեն ոչինչ կտեսնեն որովհետև ընդհանրապես փուշերը իրենց յանքին մեջ եկած ու խեղդած է իրենց առօրյան եւ այս բարակային հողը բավարար է որ արմատներ ունենա բայց այդ արմատները խորունկ չեն երթար բավարար դեղը չեն ունենար որովհետեւ հունցքը կարենա բդուղ բերել եւ քիչը արմատ որ դա հողը մենք կդարձենք թե լավ բան արդեն սկսավ դեղի ունենալ բայց լուրջ ունենք թե ամեն օր նոր փուշը պիտի գա եւ պիտի խեղդե եւ 4-րդ տեսակը գիտեք այն հողն է որ բդխադու է Այն հողն է, որ կներկայացնի այն անհատը, որ երբ կլսե խոսքը, կհասկնա խոսքը, կընդունի խոսքը իր ներսիցին, կհավատա այն խոսքին ճշմարտապես, եւ կփրկվի, եւ կփոխվի, եւ կբացուցանե այդ փոփոխությունը իր հարաբերական կյանքին մեջ։ Եվ այս է քաղաքնիկը սիրելիներ, որ մենք մեր փոխված ըլլալը ապացուցենք մեր հարաբերական կյանքին մեջ, մեր աշխատանքին մեջ, մեր երևակայության մեջ, մեր երազներուն մեջ, մեր առնելիք որոշումներուն մեջ, մեր փոխված ըլլալը պետք է ապացուցե մեր բարարդ ու հողը, բարի հող ըլլալու հանգամանքով։ Հիմա դեր Հիսուս կսե, ես կբավարարվեմ միայն 4-րդ տեսակի խմբավորումով։ Նշանակի բոլոր մարդկությունը 4 խումբի բաժնված եւ դեր Հիսուս բավարարված է միայն 4-ով։ Ուրեմն երբեք մի զարմանաք, եթե խոսքը ցամվի, բայց քիչեր ընդունին, որովհետեւ դեր Հիսուսի մոդեցողները քիչեր պիտի ըլլան եւ միայն աշխարհի բնակչության 4-ը։ Դու որոշեցի դու ես։
Դու որոշե թե ինչ բան գնես։ Դու որոշե որ այս 4 խմբավորումներն որն ես, որբեսի խունցքի օրվան մեջ դերը քեզմով բարձենա։ Ամեն։